Մի իմաստուն իր աշակերտների հետ քայլում էր: Նրանք երկար քայլեցին, հոգնած էին ու քաղցած, և վերջապես հանդիպեցին մի մեծ, գեղեցիկ տան: Թակեցին տան դուռը: Տանտերը դուրս եկավ թանկարժեք, շքեղ զգեստով և հարցրեց. «Ի՞նչ է ձեզ պետք»: Իմաստունը պատասխանեց. «Կարո՞ղ ենք այսօր գիշերել այստեղ: Մենք ամբողջ օրը քայլել ենք»: Տանտերը դժկամությամբ, սակայն համաձայնվեց, բայց ասաց նրանց, որ քնեն գոմում, և մտավ ներս, դուռը շրխկացնելով: Իմաստունը իր աշակերտների հետ միասին տեղավորվեց սառը և կեղտոտ գոմում: Առավոտյան ուսուցիչը բոլոր աշակերտներին ասաց. «Հավաքեք ձեր ողջ փողը և տվեք այս տիրոջը, որպես շնորհակալություն նրա հյուրընկալության համար»: Աշակերտները արեցին այնպես, ինչպես իմաստունը հրահանգեց: Հաջորդ երեկոյան նրանք հանդիպեցին մի խարխուլ խրճիթի, որտեղ ապրում էր մի աղքատ ծերունի: Ծերունին ջերմորեն ընդունեց նրանց, մորթեց իր վերջին ոչխարները, և բոլորը միասին ճոխ ընթրիք կերան: Ծերունին նրանց տվեց լավագույն վերմակները և քնեցրեց լավագույն սենյակում: Առավոտյան ուսուցիչը արթնացրեց բոլոր աշակերտներին և հրամայեց նրանց կրակ վառել տունը: Աշակերտները դա արեցին առանց հարցերի: Իմաստունը չբացատրեց իր գործողությունները, և երբ նրանք քայլում էին, աշակերտների դժգոհությունն աճեց, և վերջապես հավաքելով իրենց քաջությունը, նրանք հարցրին. «Ուսուցիչ, դուք ամենաիմաստունն եք, բայց բացատրեք մեզ, թե ինչու մենք ողջ փողը տվեցինք այն մարդուն, որը մեզ ընդունեց ինչպես շներ, մինչդեռ մենք այրեցինք այն մարդու տունը, որը մեզ ապաստան տվեց, ինչպես լավագույն ընկերներ»: Ուսուցիչը պատասխանեց. «Տեսնում ես, դու ամեն ինչ ընկալում ես քո գիտելիքների հիման վրա, իսկ ես՝ իմ: Մենք հարուստ մարդուն փող տվեցինք, որովհետև նրան հենց այդքան էլ պետք էր մեծ խաբեություն իրականացնելու և ամեն ինչ կորցնելու համար: Եվ մենք այրեցինք աղքատ մարդու տունը, որովհետև այն գանձի վրա էր կանգնած, և աղքատ ծերունին նույնիսկ չգիտեր դրա մասին: Երբ նա մաքրի իր տան ավերակները, կգտնի այդ գանձը»: